գիտողներ, ուրախ եմ ձեզ ողջունելու մեր կողմից իրականացված անտառազրկումը աշխարհում նախագծային աշխատանքի շրջաններում։ Մեր նախագծի նպատակն է, ինչու ենք ընտրել այս թեման, ինչ ենք ուզում բարձր կամ փոխել։ Մենք ընտրել ենք այս թեման, որպեսզի կարողանանք հասարակությանը լսելի դարձնենք, թե ինչ դեր է խաղում անտառը և բնությունը մեր կյանքում, և ուզում ենք փոխել նրանց վերաբերմունքը և գիտելիքները անտառի և բնության նկատմամբ։ Հիմնական հարցեր և հիմնախնդիր, ինչպես ճիշտ վարվել բնության հետ, ինչու է անտառազրկումը մեծ խնդիր մեզ համար։ Բնության հետ պետք է ճիշտ վարվել այն առումով, կճացնել թափոնների և աղբերի շատացման կուտակումը բնության մեջ, շատացնել էկոլոգիապես մաքուր տրանսպորտը և տեխնիկան և կարողանալ ճիշտ օգտվել բնության կողմից տրված մեզ ռեսուրսներին։ Անտառազրկումը մեզ համար խնդիր է այն առումով, քանի որ մենք անտառազրկելով մեծ տարածքներ կարող ենք կճացնել տարբեր բույսերի, միջատների և կենդանիների աճը մեր կյանքի մեջ։ Քանի որ անտառները մեզ տալիս են այնպիսի միջատներ, այնպիսի բույսեր, որոնք մենք չենք կարող ձեռք բերել մեկ այլ ուրիշ վայրերից։ Ինչ է անտառը։ Անտառը մեծ խոտածածկ և կանաչ տարածքով պատված մի տարածք է, որտեղ աճում են բազմաթիվ ծառեր, բույսեր և խոտատեսակներ։ Այնտեղ ապրում են թռչունների, միջատների և կենդանիների մեծ տեսակներ, որոնք մենք կարող ենք հանդիպել միայն անտառում։ Անտառների դերը մոլորակում։ Անտառները շատ կարևոր դեր ունեն մեր մոլորակում։ Դրանցից մի քանիսն են՝ օդի մաքրում։ Անտառները կլանում են աստղաթթու գազը, արտազատելով թթվածին, ապահովելով մաքուր օդ, մարդկությանը և կենդանական աշխարհին։ Կենսաբազմազանություն։ Անտառներում կան մեծ թվով կենդանական բույսերի, միջատների և թռչունների տեսակներ, որը հանդիսանում է բնական տուն կենդանիների համար։ Կլիմայի կարգավորում։ Անտառները օգնում են պահպանել կլիմայական հավասարակշռությունը, պահպանելով խոնավությունը, հողը պաշտպանելով էրոզիայից և նվազեցնել գլոբալ տաքացումները։ Անտառազրկում։ Ինչ է անտառազրկումը։ Անտառազրկումը այն գործընթացն է, երբ բազմաթիվ ծառեր հատվում են, և դրանց փոխարեն ոչ մի նոր ծառեր չեն աճեցվում։ Այդպիսով անտառները վերացվում են, իսկ բնությունը կորսում է իր բնական տեսքը։ Ինչ պատճառներով է լինում։ Ֆաբրիկաները, տարբեր ֆաբրիկաներ կամ գործարաններ կառուցելու համար երբեմն մեծ թվով ծառեր են հատվում, որպեսզի տարածք ազատվի։ Գյուղատնտեսություն։ Տարբեր դաշտերի կամ այգիների ստեղծման համար ոչնչացվում են անտառներ։ Հրդեհներ։ Մարդկանց անզգուշության կամ բնական ճանապարհով երբեմն առաջանում են հրդեհներ, որոնք շատ արագ տարածվում են անտառով և ոչնչացնում են անտառները։ Սողանքներ։ Երբ հողը բնական աղետների պատճառով սկսում է սահել, արմատախիլ անելով ծառերը վերացնում է անտառը։ Աշխարհում անտառազրկումը վիճակագրություն։ Այս գրաֆիկում մենք տեսնում ենք, որ աշխարհում անտառների տարեկան կորուստը կազմել է 9.5 միլիոն հեկտար։ 2005-ին և 2010 թվականին սկսել է աճ գրանցել, 2015-ին և 2020 թվականին սկսել է նվազել, իսկ 2020-ից 2023 թվականների ընկած ժամանակահատվածում սկսել է կտրուկ աճ գրանցել, հասնելով 11.5 միլիոն հեկտարի։ Հետազոտությունը Հայաստանում անտառածածկույթի ընդհանուր ցուցանիշները ՀՀ-ում։ Հայաստանի Հանրապետությունում անտառածածկ տարածքները կազմում են երկրի 11.2%-ը, որը չափազանց քիչ է աշխարհի միջինից, որը կազմում է 30%, սակայն տարածաշրջանում այն նշանակալի դեր ունի։ Հայաստանում անտառածածկի տարածքները կազմում են 334,000 հեկտար, որի նշանակալի մասը գտնվում է Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում։ Սևան ազգային պարկի անտառածածկ տարածքը կազմում է 6,000 հեկտար, որի 90%-ը կազմում են արհեստական անտառները, բացի Արեգունի լեռնաշղթայի գյուղատնտային անտառները։ Տեղային դիտարկումներ Երանոց գավառ համայնքներում կատարած ածկրության արդյունքները։ Ածկրության ընթացքում մենք տեսանք, որ կան բազմաթիվ չորացած և հատված ծառեր։ Ծառերի հատումը լինում է երկու տիպի՝ ապօրինի ծառատուններ և կանխամտածված, որը նպաստում է ավելի լավ անտառ ունենալու։ Մենք Մարտունի համայնքում տեսանք, որ կատարվում է ափամերձ մաքրում և ծառահատում, որը հիմնականում կտրվում էր
Չիշխանթփուտները։ Նախագծի աշխատանքների շրջանակում մենք հանդիպեցինք Սևան ազգային պարկի գլխավոր անտառագետ Սասուն Գալստյանի հետ։ Մենք նրան հնչեցրեցինք հարցեր անտառազրկումից, նրա բացասական և դրական հետևանքների մասին։ Նրա պատասխաններից մեզ պարզ դարձավ, որ անտառազրկումներ Հայաստանի Հանրապետությունում չկա, կան ծառահատումներ, կանխատեսված և ապօրինի։ Ծառահատումները նաև բոլորը լինում են դրական։ Օրինակ, մեծ ծառերի հեռացում, որ փոքր ծառերը ստանան բավականաչափ լույս մեծանալու համար, իսկ բացասական վնաս է հասցնում կլիման, բայց այն շատ չնչին է։ Սևանա լճի հարակից անտառները։ Սևանա լիճը կանխատեսվում է, որ պարզանա և դրա պատճառով Սևանա լճի հարակից անտառները անտառահատվում է, որպեսզի չխանգարեն աշխատանքներին և չմնան ջրի տակ։ Վնասները անտառահատումից վնաս է հասցնում կլիման։ Կլիման վնաս է հասցնում էկոլոգիային և ինչպես նաև կենդանիներին։ Օրինակ, երբ չորացած ծառը հեռացնում է, այդ չորացած ծառի մեջ հնարավոր է ապրում է մի կարմիր գրքի միջատ, որը սնվում է այդ ծառով, կամ որևէ կենդանի, որը սնվում է այդ չորացած ծառով։ Էրոզիան դա հողի քայքայումն է, և էրոզիան շատ մեծ վնաս է հասցնում ծառերին և կենդանիներին։ Վերականգնում Հայաստանի Հանրապետությունում նախաձեռնություններ, մացառապատում, պետական ծրագրեր։ Այժմ Սևան ազգային պարկի տարածքը շուրջ 6000-ից 7000 հեկտար անտառածած տարածք ունի։ Քանի որ հետագայում նախատեսվում է լճի մակարդակի բարձրացում, պետք է իրականացվեն լճին հարակից անտառների հատում, որպեսզի դրանք լճի բարձրացման հետևանքով չմնան ջրի տակ։ Այս տարվա կտրվածքով որոշվում է մաքրվել շուրջ 73 հեկտար տարածք, որոնցից 43 հեկտարը ցամաքային տարածքներն են, որոնք դեռ չեն անցել ջրի տակ, 10 հեկտարը դեռ արդեն ջրածածկ տարածքներն են և 20 հեկտար ճահճային տարածքներ։ Կան համաշխարհային կազմակերպություններ, որոնք ամեն տարի իրականացնում են 5 հեկտար ծառատունք Սևան ազգային պարկի տարածքում։ CNF-ը Կովկասի բնության հիմնադրամը այս տարի իրականացրել է Սևան ազգային պարկի աղթամար տարածքում ծառատունք և հիմնել է արհեստական անտառ շուրջ 8 հեկտար տարածքով իր համապատասխան խնամքով և ոռոգումով։ Նաև Գեղարքունիքի մարզում հետագա 4 տարիների ընթացքում նախաձեռնում է իրականացնել 2200 հեկտարի չափով ծառատունք։ Որոշները դեռ գտնվում են նախապատրաստական փուլում, որոշները արդեն հիմնել են, իսկ որոշները դեռ գործարկի մեջ են։ Առաջարկներ։ Ինչ անել որպես աշակերտ, համայնք, պետություն։ Աշակերտ հանդիսանալով մենք միայն կարող ենք հորդորել Հայաստանի Հանրապետության բնակիչներին չիրականացնել ապօրինի ծառահատումներ և չաղտոտել անտառները։ Նաև կարող ենք առաջարկել հարակից գյուղերին և այդ թվում մեր գյուղի աշակերտներին մասնակցել Սևան ազգային պարկ ՀՕԱԿ-ի անձնակազմին ծառատունք իրականացնել, որպեսզի լրացնենք մարդկային սակավությունը։ Եզրակացություններ ամփոփում 3 կարևոր միտք։ Նախագծային աշխատանքի ամփոփման արդյունքում մենք հանգեցինք 3 կարևոր մտքի։ Առաջինը, որ Հայաստանի Հանրապետության տարածքում անտառազրկում հասկացություն գոյություն չունի։ Կան ծառահատումներ, որոնք վերահսկվում են հանրապետության կողմից։